Փաշինյանը ոչինչ չի կարող լուծել։ Ես ափսոսում եմ, որ նման դեբիլներ կան, որ այդ կարծիք ունեն։ Փաշինյանը երեք իր ջղաձուկությամբ ցույց տվեց, որ նա չի կարող եղել, նա ցայտնոտի մեջ է։ Նա դեղ է առաջարկում ազգային ժողովի գիտակից պատգամավորին եւ շեշտակի լավ տեղին դրեց, որ այդ դեղը քեզ է պետք։ Իրոք նրան դեղ է պետք, որտեղ նրա մոտ զգացվում է ինչ որ խանգարումներ կա։ Եվ նման մարդը չի կարող այս երկիրը ղեկավարը եւ այս ծանր վիճակից այս պետությանը դուրս ժողովրդին ինչ որ ճանապարհ գտնի։ Հիմա այս խաղաղության պայմանագիր կոչված փաստաթուղթն են գնում ստորագրելու, ասում է ժամն ու օրն է մնացել որոշել, բայց մեր ժողովուրդը չգիտի դա ինչ պայմանագիր է, չպետք է մենք ազգովի պահանջենք, որ նա հրապարակի հստակ թե ինչի տակ է ստորագրելու գնում։ Դա գիտեք ինչ, իմ կարծիքով դա բլեֆ է, այդ փաստաթուղթ չի։ Ուղղակի նրանց ցուցադրելու համար, որ խաղաղություն ենք ուզում, խաղաղություն ուզում, բայց այդ խաղաղություն, այդ կետերը ոչ մեկը տեղյակ չի, ինչ է գրված։ Միայն այդ խաղաղության թուղթը ձեռք է բերել տարածքներ հանձնելով, որ Ադրբեջանին հանձնում է մեր հայկական տարածքները։ Այդ փաստաթուղթին ոչ մեկն չի հավատում։ Այդ փաստաթուղթն որ այդպես ռեկլամենարում աշխարհով մեկ գովում են, այ տեսեք արտասահմանից ինչ հավանություն են տալիս այդ փաստաթղթին, բայց ուր է այդ փաստաթղթի արդյունքը ո՞րն է։ Երբ որ Ալիևը այդ թուղթը համարում է ինչ որ մի թղթի կտոր եւ հաշվի չի առնում, եւ այդ պայմանագիր իրենց այդ գովաստանքի զուգահեռ Ալիևը նոր տարածքներ, նոր պայմաններ է դնում։ Եվ սրանք ցայտնոտի մեջ են, չգիտեն իրենց սուտ խոսելը ինչով արտարացնի։ Դուք կարծում եք խաղաղության պայմանագիր փուչիկը պայթել է արդեն։ Վաղուց է պայթել։ Առաջի օրվանից, երբ որ նրանք հայտարարեցին, որ մենք խաղաղության խաչմերուկ ունենք, խաղաղության փաստաթուղթ ունենք, դրանք բոլորը փուչիկ էին։ Ուղղակի նրանք նախընտրական արշավը նման է դեբիլների համար հող են պատրաստում, որ ձայներ հավաքին։ Ես ցավում եմ, որ նման մարդկանց հետ երկարացնում եք հարցազրույցը։ Լավ, իսկ դուք պատկերացնում եք ինչ կկատարվի, եթե այնուհանդերձ ստորագրվի այդ խաղաղության պայմանագիրը երկու կողմից Ադրբեջանն էլ ստորագրի, Հայաստանն էլ, իսկ Հայաստանը հակված է, որ անպայման ժամ առաջ ստորագրվի, իսկ այդ կետերին որքանով մենք արդեն ծանոթ ենք, ասենք օրինակ 350,000 ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում, նոր սահմանադրության ստեղծում, որտեղից պիտի հանվի շատ կարևոր շեշտադրումներ, մասնավորաբար Արցախի հետ կապված, միջազգային հայցերից, որոնք մենք ներկայացրել ենք Ադրբեջանի դեմ, պիտի Հայաստանը հրաժարվի, հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից պիտի հրաժարվի եւ այսպես շարունակ։ Ինչի առաջ կկանգնի Հայաստանը, եթե հանկարծ իսկապես ստորագրվի այդ խայտառակ փաստաթուղթը։ Պատերազմի։ Նրանք ինչքան էլ ասեն, որ մենք խաղաղության պայմանագիր ենք կնքել եւ ապահով ենք, դա իմ թվում ոչ մի բանով չի երաշխավորված։ Իրենք էլ են ընդունում, որ մենք չենք երաշխավորում, վաղը պատերազմ կլինի, թե չի լինի։ Իսկ տարածքների հանձնել այդ փոխզիջումները դրանց շարունակական է։ Ալիև այնքան պիտի պահանջի, մինչև Հայաստանը վերացնի։ Իսկ այս իշխանությունները դրան պատրաստ են։ Վաղուց են պատրաստ։ Հիմա գանք նրան, թե ինչ պիտի անենք մենք, հայ ժողովուրդը ինչ պիտի անի այս իրավիճակից։ Ժողովուրդը պիտի խելքի գա, ոտքի կանգնի, պահանջի նրանց այս ընտրությունները, եթե կլինեն արտահերթ թե հերթական, պետք է ոչ ասեն, ԿՊ-ին ընդհանրապես հեռացնեն իշխանությունից, որպեսզի հայ ժողովրդին լինի ինչ-որ փրկություն։ Դուք կարծում եք ընտրություններով հնարավոր է, որովհետև Նիկոլ Փաշինյանը ունի բոլոր լծակները, ընտրությունները նաև կարող է կեղծել։ Կախված է մեր ժողովրդի գիտակցությունից։ Եթե մեր ժողովուրդը գիտակից լինի, նրան վաղուց ոչ պետք է ասեն եւ ընտրությունների ժամանակ այդ իշխանական այդ լծակները պետք է թույլ չտան, որ նրանք ակտիվանան, այ դա է պետք։ Այդ բոլորը կախված է մեր ժողովրդի գիտակցական մակարդակից։ Իսկ ընդդիմության պահով ինչ կասեք, ընդդիմությունն իզորու է, այսօր կան այդ ընդդիմադիր ուժերը, որոնք կարող են առաջնորդել մեր ժողովրդին։ Դե գիտեք, ընդդիմության մեջ բոլորն է գիտակից մարդիկ են։ Նրանց ելույթները, նրանց տրամաբանությունը բոլորը ժողովրդի շահերից է բխում, բայց քանի որ նրանք ազգային ժողովում մեծամասնություն չունեն, նրանց ձայնը զերոացվում է, եւ դա ԿՊ-ին տալիս է առիթ, որ ինչ օրենք ուզենա անցկացնում է, հակառակ ժողովրդի կամքին անցկացնում է, իսկ ընդդիմությունը ինչ որ ժողովրդի օգտին առաջարկություն ունի, լավ ծրագրեր ունի, նրանք չեզոքացնում են, չեն ընդունում, որ ճիշտ է, որ ասում թուրք-ադրբեջանական քաղաքականություն է գնում, ուրիշ ոչինչ, ես այդ կարծիքին եմ։
Եվ ոչ միայն ես եմ այդ կարծիքին, բոլոր գիտակից մասը հայ ժողովրդի այդ կարծիքին է, ինչ կան ուժում է դրանք կոչեն բան, խաղաղությունը դրանց այդ թղթով բերում են պատերազմ եւ Հայաստանի տարածքների կորուստ։ Մեկ հարց եւս հնարավոր ինչպիսին պետք է լինի մեր հաջորդ ղեկավարը, որպեսզի Նիկոլ Փաշինյանի արած բոլոր խայտարակ այդ ընթացքը քաղաքական, ռազմական դաշտում կարողանա հարթեցնել, կարգավորել, աշխարհի երկրների հետ հարաբերությունները կարգավորել, ինչպիսի ղեկավար պետք է լինի։ Կարծիք կա օրինակ, որ հաջորդ մեր ղեկավարը պետք է լինի ռազմական գործիչ, ինչ կասեք այս մասին։ Ռազմական գործիչ լինել չլինելը դա կարևոր չի։ Պետք է գիտակից, քաղաքականապես պատրաստված, հայասեր, կներեք Դեմիրճյանի մագարտակի նրա մտածողության պես մարդ պետք է լինի, որ նա պատրիոտ լինի, հայրենասեր լինի։ Եթե հայրենասեր չի, նա այս վիճակին կհասնի մեր։ Այս ԿՊ-ի մեջ հայրենասեր մարդ ես չտեսա։ Բոլորը մի կարծիք են, աշակերտների պես ինչ ասում է Փաշինյանը ընդունում են։ Նրանց մեջ մի ուղեղ չկա, որ հագադրվի ասի, գիտես, այս ինչտեղը դու սխալ ես։ Միգուցե գիտեն, բայց վախ կա նրանց։ Վախի ձայն չեն հանում։ Այ դա է։ Պետք է լինի գիտակից մարդ, որ մեր ընդդիմության մեջ շատ կա, մեր հաջողորդի մեջ Նիկոլի գալը դա պատականություն էր։ Իսկ հակառակ դրա մենք ունենք շատ տաղանդավոր մարդիկ, ռազմական ոնց որ ասած, գործիչ պարտադիր չի։ Եվ պետք է սրանց ծրագիրը զրոյացնեն եւ զորույցը սկսեն որ հաջողորդին փրկություն հզորացնեն երկիրը, տնտեսությունը զարգացնեն, ռազմական ուժը ուժեղացնեն եւ այդպիսի հիմար բանակցությունների չգնան։